Հարգելի գործընկերներ, մինչ անցնել է քննարկմանը, ես ուզում եմ մի քննարկում ունենանք։ Մենք էլի շատ երկար ժամանակ ենք ծախսում քննարկումների վրա եւ արժեվում ավելի բովանդակային հարցեր ունենք, կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը եւ բյուջեի ներողություն կառավարության ծրագրի հաստատումը։ Ես կխնդրեմ հիմա խմբակցությունների ղեկավարներին արտահայտվել ինչ անենք, գուցե օրինակ կարող ենք տեսականորեն երկու բան կարող ենք անել, եթե իհարկե համաձայնեք, որ չափից շատ դանդաղ ենք շարժում։ Կարող ենք օրինակ նիստեր սկսել ավելացնել ամեն օրվա ավարտին, ասենք ոչ թե 6-ին ավարտենք, այլ 8-ին։ Կարող ենք օրինակ ջենթլմենական համաձայնության գալ եւ օրինակ ելույթները դարձնել ոչ թե 10 րոպե, այլ 5 րոպե։ Օրինակ խմբակցության անունից ելույթները մնան 10 րոպե եւ տեխնացուների։ Մյուս բոլորինը օրինակ դարձնենք 5 րոպե։ Պարոն Կարապետյան, ինչ կարծիք եք։ Կարող ենք պահել ոնց որ հիմա կա։ Մենք կարծիք չունենք, կարող եք դուք նայել, որ օպտիմալ է, կարծիք չունենք այդ ուղղությամբ որևէ։ Այսինքն դուք համաձայնեք, ինչ էլ համարենք կարծիք չունենք, այսինքն նոր ենք դե process-ի մեջ, դեռ պետք է հասկանանք ձևաչափը։ Տիկին Գրիգորյան, դուք ինչ կարծիք եք, միացրեք Տիկին Գրիգորյան։ Նախորդ քննարկման ժամանակ ես առաջարկում էի նաև 6-6 քվեարկություններն անել։ Եթե համաձայն եք 6-6 քվեարկությանը, քննարկենք մնացածը։ Տիկին Գրիգորյան, խնդիրն այն է, որ ի սկզբանե արդեն ախր ես այդ հարցը հրապարակայնորեն եմ բարձրացրել, ասել եմ ոնց եք ուզում, անենք ամեն քննարկումից հետո քվեարկություն, թե բոլորը միասին։ Բոլորը ասել եք բոլորը միասին։ Հիմա կեսից կանոն փոխելը սխալ կլինի։ Եվ հետեւաբար ոչ, հնարավոր չի 6-6։ Մյուս առաջարկի վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Միացրեք Տիկին Գրիգորյանի խոսափողը։ Ի սկզբանե պայմանավորվածության նպատակը այն էր, որ ժամանակ խնայենք։ Հիմա ելույթների եւ հարցադրումների նվազեցմամբ ժամանակը խնայել ենք։ Եթե դուք ամեն դեպքում պնդում եք, որ 6-6 քվեարկություն հնարավոր չի, այլ բան քննարկելու չունենք այստեղ։ Շատ լավ, որևէ խնդիր չկա, շարունակում ենք ոնց կա ուրեմն։ Տարածքային կառավարման դե արդեն իսկ կոնսենսուս չկա, Տիկին Մանավազյան նույնիսկ կողմ լինի, կոնսենսուս չկա, ուրեմն շարունակում ենք ոնց կա։ Եթե նկատել եք հարգելի գործընկերներ, եթե կոնսենսուս է լինում, կանոնը ընդունվում է, գնում ենք առաջ, բայց կեսից կանոն փոխելը սխալ բան է, եթե կոնսենսուս չկա։ Դե Տիկին Գրիգորյանը համաձայն չի կրծրատելուն։